Հայրը որդի միասին եք ապրում, հիմա երկուսով եք ապրում։ Դժվար չի տրվում նաև կենցաղը։ Տատիկը մեզ օգնում է։ Շատ լավ պապա է, միշտ իմ կողքն է։ Երեխան պետք է մեկներ Միացյալ Նահանգներ շողերի հետ, ինչպես տրվեց այդ որոշումը։ Ինքան ես ուզում, որ կողքիդ լինեն, պահանջ ունես դրա ուղակի, հասկացանք, տղամարդ ենք, կարող ենք դիմանալ, բայց ինչու դիմանալ, սկսենք դրանից, եթե ամեն րոպե կյանքը գնում է, ուզում ես ամեն րոպե տեսնել, խոսել, շփվել, գրկել, մեծանալով, ավելի սենտիմենտալ ես, չէ՞ դառնում։ Պապային եմ շատ կարդում, ինձ ավելի լավ է իմ ընտանիքի կողքը մնա։ Երբ որ դու մամային ասացիր, որ ուզում ես մնալ պապայի հետ, մաման ինչպես ընդունեց քո որոշումը։ Եկավ ստեղ իմ խաթր, ես կարոտել եմ պապային եւ տատային եւ իմ բոլոր ընտանիքիս։ Ինչպես որոշեցիք, որ Ալիկը հիմա քեզ հետ կապրի, ոչ թե շողերի։ Չէ, մեր մոտ տենց խնդիր չկա։ Մենք ժամանակներ արդեն հասալ դու ես։ Մամայի, պապայի մոտ մենք տենց որոշեցինք, որ ոչ մեկի ոնց որ սպորտ չի, ոնց որ մեկը ասի, պետք է ստեղ մնա ավելի երկար կամ մեկը ասի պետք է ստեղ մնա։ Ալիկ, իսկ դու փորձում ես նմանվել պապային։ Չեմ փորձում, որտեվ արդեն ստացվել է։ Փորձել բան պետք չի, արդեն գեներով նման ենք։ Լայ է։ Դու հիմնական պապայի գեներն ես վերցրել։ 75%։ Մաման вообще արդեն իր բաները գիտի էլի։ Ինքը կարող անենց բան ասի, ես չեմ պատկերացնում եւ էդի լավ եմ ասում, սիրով եմ ասում, ես էլ եմ խնդում էլի։ Ինքը տենց մեծ է, ես էլ իրանից 20 տարուց ավելի փոքր եմ, ինքը ինձ էլ էս բաները ասում։ Մամային ինչ որ առումով փոքր ես ընկալում, ինչքան էլ մաման է։ Այո, այս չթողում իրան մամա ասում, մեծ եմ զգում։ Շու մի խանգարի, պապ ներդրվի։ Մեկա իմ սիրտս։ Իրար գեները նման են, համ պապա եւ մամա, просто 50-50։ 20-80 էր միջև ես։ Պապան փոխեց, այնքան է նայում վրես արդեն վատ է։ Նայ, տեսար։ Էդի պահում ենք, չէ՞ կադրի մեջ։ Շո։ Ուզում եմ իրապես ուժեղ լինեմ, էլի, որտեղ մամաս շատ ուժեղ է։ Ինքը ունի այդ բանը իր գենի մեջ էլ, ես էլ եմ, բայց շողերը ավելի շատ։ Եթե մի բան պետք է արվի, ուրեմն դա արվելու է։ Ոգևորում ես, որ պապան նոր գործեր անի։ Կուզեի ինքը նոր գործեր արել, որտեղ ես հաստատ եմ, որ ինքը վաղ ցենց լավ գործ անում, ես ավելի շատ հաստատ եմ, որ ես հիմա կամ ես իրեն կարամ լավ օգնեմ եւ ինքը ավելի լավ դառնա։ Ստացի կարա օգնի։ Ինչ ենք մենք մեր գլխում որոշում, որ 25-30-ում կարող ենք, 55-ում չենք կարող։ Կես տարի, մի տարի չերևացիր, չարեցիր, կմոռանան շատ շուտ։ Դու եւ շողերը հիմա ժամանակավոր որոշում է, որ առանձին եք ապրում, թե դա արդեն վերջնական որոշում է։ Չէ, մենք իրար հետ ենք, վերջնական որոշում չկա, մենք իրար հետ ենք։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Life-room-ի սեշ շարքում այսօր Գրիշա Աղախանյանն ու որդին Ալեքսն են։ Ողջույն։ Ողջույն։ Ալեքս, քո առաջին հարցազրույցն է։ Այո։ Ինչպես ես տրամադրված։ Լավ եմ։ Ալեքսի ծնունդը ինչ փոխեց քո կյանքում, որովհետև արդեն ավելի հասուն էիր պապա դառնալու համար։ Այո, շատ բան փոխեց։ Գիտեի, լսել էի, կարդացել էի, որ ասինքն մեծ տարիքում մի ուրիշ զգացմունքներ ես ապրում, հա տենց էլ կար։ Ու Ալիքի ծննդով սենց լիքը բան փոխվեց ու շատ հավես է։ Կարողանում եք պապայի հետ ընկերություն անել։ Այո, շատ։ Ասել եմ կուլտուրական պատասխան։ Այո, շատ։ Հա, պապան շատ լավ մարդ է։ Իմ միշտ իմ կողքն է եւ շատ լավ պապա է։ Միշտ իմ կողքն է։ Որոշակի ժամանակ բաժանումից հետո դեկտեմբեր ամսին հանդիպեցիք։ Ծնողի ու երեխայի համար այդ թեկուզ մի քանի ամսվա բաժանումները ինչ են նշանակում։ Դե դժվար է, չնայած վերջի 2 տարին տենց ընդհատումներով եղավ։ Նո դժվար է, քանի որ ես Ալիկն մենք շատ կապնված ենք։ Այդ անգամ մի ամիս, չգիտեմ, 2-3, նո շատ երկար չի լինում, բայց եղել է 2-3 ամիս, չէ՞, ընդմիջում։ Իհարկե ցանկալի չի։ Հիմա որոշել ենք, որ տենց ընդհատում չլինի, որ արդեն միշտ իրար հետ լինենք, էլի։ Իսկ երբ վերադարձար Հայաստան, ամենաշատը ի՞նչն էիր կարոտել։ Իհարկե ընտանիքից։ Ող Պապային եմ շատ կարդում, ինձ ավելի լավ է իմ ընտանիքի կողքը մնա։ Ես որ այն վաղ գնում էի, շատ էի ուզում գալ, միշտ այնտեղ նստած մտածում էի, ասում էի, երբ կամ Հայաստան պապայից դնում նոր։ Չէ, դա նորմալ է, ինքը իհարկե այնտեղ էլ էր նորմալ, ընտելացել էր, բավականին լավ էր սովորում, բայց ստեղ է գնացի առաջի դասարան, Չեխովի դպրոց էր գնացի, այսինքն մթնոլորտը, միջավայրը,
մի քիչ Միացյալ Նահանգներում ուրիշ է, այն ինչ որ մենք գիտենք, երեխեքի ընկերությունը, հա, այն ջերմությունը, այնտեղ էլ իհարկե այդ ամեն չկա, բայց այդ աստիճանի չէ։ Իսկ ինքը սովոր է այդ հայկական համոհոտը, այդ չգիտեմ, իրանք Բաքում խաղալը, ծնունդների գնալը, այդ ամենը ինքը իհարկե շատ է կարոտում էլի։ Որ խոսում է արդեն հիշում եմ ոնց էր Հայաստանում։ Գրիշա, իսկ ինչպեսին էին ձեր շփումները այդ ժամանակ ու երբ խոսում էիք ինքը պատմում էր, որ ուզում է գալ, թե երբ վերադարձավ Հայաստան, նոր սկսեցիք ավելի մանրամասն խոսել այդ մասին։ Չէ, միշտ դրա մասին խոսում ենք, ինքը այդ առումով ընդհանրապես զուսպ է ու մեծ մարդու նման է դատում, խոսում, մենք այդպես մեծ մարդու նման քննարկում ենք ցանկացած հարցերը, այդ հարցը նույնպես, ու ինքը շատ օբյեկտիվ գնահատում է անտեղի միջավայրը, հա, պլյուս ու մինուսները եւ ստեղի։ Ու ես իր այդ համաձայն, որովհետեւ ինքը մեծ մարդու նման դատում է, բայց իհարկե երեխայի համար մի քիչ այդ անցումները ինձ թվում է դե դժվար են, էլի, չէ՞։ Մեծ համար է դժվար, որ մնաց երեխու, որտեվ կտրուկ տարբեր մոտեցումներ է, էլի։ Մեզ հետ էլ կկիսվես այդ մտքերով, թե ինչ էիր պատմում պապային։ Ասա։ Որ Հայաստանի իմ հայրենիքն է, պապա բոլոր ընտանիքս ընտեղ են, դաժե իմ ընկերներս դուրս խաղում են, որ վերջանում դպրոցը շատ գերիս այդ վազում, իրար բռնոց էին խաղում, պատմում է, ոնց որ ես շատ էի սիրում, բայց կյանքում չի եղել ոնց որ տենց շատ տրամադրական լինեմ գնալուց համար, բայց Հայաստանը շատ եմ սիրել։ Մյուս որդիդ եւս Միացյալ Նահանգներում է ու բոլորից հեռու ես այդ շրջանները խորացնում են մենակության մասին մտքերը։ Հա, դժվար է։ Հա, դժվար է, ճիշտ ես ասում։ Ուզում ես կողքիդ լինել, մեծանալով ավելի սենտիմենտալ ես, չէ՞ դառնում։ Ու այդ պահը, այդ ինքան ես ուզում, որ կողքիդ լինեն, պահանջ ունես դրա ուղակի։ Հա, հասկացանք, տղամարդ ենք, կարող ենք դիմանալ, բայց ինչու դիմանալ, սկսենք դրանից, եթե այդ ամեն րոպե կյանքը գնում է եւ այդ ընթացքը ուզում ես ամեն րոպե տեսնել, խոսել, շփվել, գրկել, պատչել, այս հա դժվար է, որ հեռու է, շատ դժվար է։ Իսկ այդ շրջանը ինչպես էիր հաղթահարում, ինչպես ապրեցիր այդ շրջանը։ Մի կերպ։ Նաև աշխատանքային պրոյեկտներն էին օգնում, թե ինչ որ բաներ, որ քեզ օգնում էին այդ շրջանը հաղթահարել։ Դե գործն է, գիտես, միշտ օգնում այդ հարցում, որ ազատ ես լինում ու անգործ, չէ, այդ մտքերը սկսում արդեն քեզ ճնշել։ Հետո ես էլ երեխա չեմ, երևի կոփվել եմ այդքան սկսած սովետական տարիներից, բանակից եւ այլն, ուզում ասեմ շատ դժվարություններ տեսնելով, երևի ինչ որ կոփվել եմ ու հասկանում եմ, եթե սենց է, ոչինչ, դիմացի, հետո լավ կլինի, կոպիտ ասած։ Բայց մեկը էմոցիաները բան է լինում, էլի, այդ սենց խոսում էինք հերո Երևանից բլոս, մեկ էլի կարոտում ես, մեկ էլ ուզում ես էլի գրկես, բաչես, բայց հիմա ամեն ինչ նորմալ է։ Դե հիմա արդեն տղադ կողքիդ ամենակարևորը։ Այո։ Երբ վերադարձավ, ինչպիսին էր ձեր հանդիպումը։ Լսի, առաջի այդ գնալ գալերը, հա, հուզական էր, բայց հետո արդեն որ սովորեցինք այդ գրաֆիկին, որ ընդմիջումներ ա լինելու, արդեն դու ես տրամադրում, անտելանում ես այդ պաուզաներին, չնայած նորից եմ ասում, դժվար է, որտեվ կհամաձայնվես, որ ամենահամով տարիքն է, որ դու ուզում ես, չէ, դե մեծանալու արդեն հաստատ էս այն տարիքն է, որ ավելի շատ ես ուզում տենց սիրես, գրկես, չգիտեմ, խաղաս եւ այլն, բնականաբար 15-ում, 16-ում տենց էլի պապանեմ, էլի խնդիր չկա, բայց նկատի ունեմ այդ տարիքը ամենահամով տարիքն է, որ ուզում ես, որ միշտ կողքդ լինի։ Հայր ու որդի միասին եք ապրում, հիմա երկուսով եք ապրում։ Քեզ համար դժվար չի տրվում նաև կենցաղը երեխայի խնամքի հետ կապված շատ մանրամասներ կան, որոնք կարող է օրվա ընթացքում որոշակի բարդություններ ստեղծեն, թե հակառակը դու շատ ընտելացել ես այդ առօրյային եւ որևէ բարդություն չկա։ Ես նորմալ եմ, ես կենցաղին ես շատ համեստ ու հարմարվող անձնավորություն եմ, համեստը շատ հեչ համեստ չէր, բայց հարմարվող եմ, ես շատ կենցաղի մեջ եմ, տենց կարող շատերին թվա, որ տենց բծախնդիր եմ, բան, տենց խնդիր չկա, շատ հանգիստ հարմարվում եմ, կարող եմ անել, դնել, օգնել, տատիկն էլ է օգնում, շատ ես էլ նորից եմ ասում, ինչ որ հնարավոր է, ես էլ կարող եմ նույնպես անել, դնել, օգնել ու մեծ սիրով եմ դա անում։
Իմ հաղորդման գործընկեր Լուսին Օրգանիքսի կողմից նվեր ունեք, այս արդեն հայրիկինն է։ Ահա։ Լուսին Օրգանիքսը ներկայացնում է բնական խնամքի միջոցներ, արտադրություն ունեն եւ Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում 100% բնական խնամք են ներկայացնում եւ իսկապես շատ որակյալ խնամքի միջոցներ են։ Այստեղ վիտամին C-ով շիճուկը կա, որը հրաշալի է ազդում մաշկի որակի վրա, հավասարեցնում է գույնը, տարիքային գծերի դեմ է օգնում պայքարել։ Տարիքայինը ես հասկացա։ Այդ տարիքայինը իրականում 25-ից հետո բոլորին պետք է։ Այդտեղ, հա։ Նաև նուրբ շերտազատող սկրաբ կա, որը իսկապես շատ լավ շերտազատում է անում եւ օգնում է մաշկը պատրաստել խոնավեցմանը, իսկ այդ շատ կարեւոր է հատկապես մեր երկրում օդի չորության պայմաններում։ Շնորհակալություն։ Սիրով Քեզ համար ի սկզբանե որոշումը, հա, երբ երեխան պետք է մեկներ Միացյալ Նահանգներ շողերի հետ, ինչպես տրվեց այդ որոշումը ու ինչպես ինչ որ առումով նաև ընդունեցիր այդ որոշումը, որովհետև ենթադրում եմ, որ քեզ համար բավականին բարդ էր նաև երեխայից հեռավորությունը։ Դե սկսենք նայած, որ մենք միասին ենք որոշել, որովհետև պետք էր։ Այո, ինձ համար այդքան էլ հեշտ չէր, որտեղ շատ լավ հասկանում եմ, որ չգիտեմ 2-3 տարի գնալ գալով, բայց հիմնական պետք է լինեն այնտեղ։ Այդ շատ լավ գիտակցելով հասկանալով մենք եկանք այն եզրակացության, որ պետքա, դրա համար շատ բաներում էլ ես էլ համակերպվեցի ալիքն էլ շոուերն էլ հասկանալով, գիտակցելով, որ այո, ուրեմն կլինի ժամանակատված, որ մի քիչ հեռու պիտի ապրենք իրարից։ Դե դու էլ ես հասկանում, որ հեշտ չի պարզա, որտեղ ես ուզում եմ ալիքին ամեն վարքան գրկեի, բայց քանի ամիս չէի տեսնում, հա հասկացանք WhatsApp եւ այլն, բայց կոնկրետ իմ կողքին չէր։ Լսի, ես իմ տեսակով սկսենք շատ լուրջ մարդ եմ, շատ դաժե ծանր երբեմն տարիք իրան անում, օրինակ ես բնականաբար 10 տարի տենց չեմ մտածում, ոնց որ հիմա շատ ավելի խորը, շատ ավելի հաճախ եմ անալիզներ անում ու շատ հաճախ եթե 10 տարի օրինակ առաջ էլ համատենք չի համաձայնվի այս ինչի հետ, չի համակերպվի այս ինչի հետ, հիմա համակերպվում եմ գիտակցելով հանուն ինչի ես պիտի, չգիտեմ, հիմա այս շրջանում մենակ լինեմ, ենթադրենք։ Ուրիշ ձևով նայեմ, նայ ասում 10 տարի կարող է ես շատ վրդովեի, չհամակերպվեի, չգիտեմ, գորայի, գոչայի, բանանեի, խառնի ամեն ինչ իրար, հանգիստ եմ նայում, բայց գիտակցելով իրավիճակը, օբյեկտիվ։ Տենց է պետք, ուրեմն տենց է պետք։ Բայց ամեն ինչ շատ լավ է, նայ, ինչ-որ ժամանակ անց հիմա կողքս է ու իրար հետ ենք։ Գրիշա, իսկ այս տեղափոխությունները ըստ քեզ երեխայի վրա ինչպես անդրադարձան, որովհետև ամեն դեպքում ինքն էլ միջավայր է փոխում, նոր ինտեգրացիա, նոր շրջապատ, ինքն էլ վստահաբար իր բարդություններն է անցել այս տեղափոխությունների հետ։ Ես դրա մասին շատ եմ մտածել, ես էլ եմ անգամ նեղվել իր համար, որ ինքը պետք է նեղվի, բայց ինքան հասուն երեխա է, բայց մեկ այնքան էլ նեղվել, որտեվ այդ փոփոխությունները բան է, էլի ահավոր է, չէ՞ որ վերցնես մինչև անտելանա միտեղ, մեկ էլ հոպ, պետք է էլի գաս տեղ անտելանա, բանան։ Բայց ինքը ինքան մեծավար է, ես երևի ավելի շատ եմ նեղում, քան ինքը։ Անկեղծ եմ ասում, ինքը ինքան մեծավար է, անգամ չենք է խոսացել, բայց ինքը սենց շուտ օրինակ եկավ անտելացավ, ասեց, «Վсё, նորմալ է»։ Ես կարող արստեմ, ալիք իսկ նա այնտեղ սենց էր, հիմա սենց դու հա այս ամիսը մեկ ինքը անգամ չի էլ տենց խոսացել դրա մասին։ Մեծ մարդու նման ինքը դա հասկանում է, գիտակցում է, պետքա սենց, անում է տենց։ Հիմա պետքա, պապային մայր որ սենց արում, սենց է։ Ու ինձ այնքան է դուր գալի, ուրիշ երեխա կարող գիտես, չգիտեմ, լացեր, նեղվեր, ներվայնանար, ինքը շատ adekvat վերաբերում է այն իրավիճակին, որը ստեղծում է։ Հիմա ժամանակը պետքա որ ստեղ լինել։ Իսկ հիմա պետքա ստեղ լինել, բայց ամեն ինչ արվում է քո համար, մենք փորձում ենք ամեն դեպս անել ամեն ինչ։ Ինքը այդ շատ լավ հասկանում է ու մեծ մարդուն ասում է տենց է։ Արորյան, ինչպես է անցնում ձեր, ինչ եք անում հիմնականում երկուսով։ Պատմիր։ Դե ասա։ Ֆուտբոլից պատմի։ Ֆուտբոլ ենք նայում, կինոներ ենք ինքնին գնում։ Մեզ կարևոր է իրար հետ լինելն է։ Հա, կինոն էլ շատ հաճախ գնում ենք ախմախ կինո է, բայց կարող իրար հետ ենք այդ 2-3 ժամ անցկացնում, շատ հավես է։ Հաճախ գնում ենք, ասենք Դիլիջան, ուզում ենք գնանք, սիրում ենք ճամփորդել տենց։ Գնում ենք այնտեղ կուկուրուզ ենք ուտում,
մեր սիրած ռեստորան ունենք, հաց ենք ուտում, այսինքն մեզ կարևորը ընթացքն է, շփումն է, ջերմությունն է, նույն Դիլիջանի օրինակի վրա, որ մենք 4-5 ժամ իրար հետ ենք, ծիծաղում ենք, հումոր ենք անում եւ նաեւ լավ ժամանակ ենք անցկացնում, վերադառնում ենք Երևան, շատ բարձր տրամադրությունը, որ իրար հետ ենք, էլի։ Ես ու papan մենք իրար շատ լավ ենք ազնագայվում եւ շատ լիքը խոսում իրար հետ, լիքը բաների մասին։ Կլինի ֆուտբոլ, կլինի դրսի բաները, կլինի կյանքի մասին բաները։ Papan ինձ միշտ օգնում է։ Բայց ամենաշատը ֆուտբոլն է, իհարկե, ինքը շատ է սիրում ֆուտբոլ, շատ։ Ես օրինակ շատ ուրախ եմ որպես papa, ինձ թվում է ցանկացած papa էլ ուրախ կլինի, որ ինքն էլ տես տաղավարի, չէ, ֆուտբոլիստ տեղակա ունենց բաների մասին, այն թմերի ամեն մի խաղացողի ում վաճառեցին, ամեն ինչի մասին գիտի ու բաներ կա, որ ինձ ասում, պապ, գիտես, ես ինչը գնաց այնտեղ, այս քանիսով առան, այսինքն շատ ինֆորմացիա ունի բոլոր թմերի մասին, երևի թե ու բոլոր խաղացողների, ու մենք ցես նստում նայում ենք։ Մենք անգամ մի օր առաջ նայում ենք, վաղը ինչ խաղեր կա։ Ալեքսին բերեցիր քո հետաքրքրությունների դաշտ, թե դու մտար Ալեքսի հետաքրքրությունների դաշտ, թե այսպես հաճելի համընկնում էր։ Համընկավ երևի, չէ՞, ինչ-որ հատուկ բան չեն կարող։ Համընկավ ոնց որ ինքը փոքր ժամանակից դու սիրել ես, չէ՞։ Հա, փոքր ժամանակ։ Ասեմ սիրում պրոստը սա մի քիչ ավելի լավ է սիրում, ինքը այդքան նույնպես գիչ է ֆուտբոլի մասին։ Ես միշտ իրեն արսում եմ, ասում եմ, պապ, գիտես, ես այստեղ գնաց, պապ, գիտես, այստեղ գնում, կինակ դա չի ջոգում, ասում եմ, չգիտե, պրոստը ինքն դա բան է, էլի չի։ Ալիքը բան իրանից է ման։ Լավ գիտեմ։ Հետո ինքը լավ իդեպ խաղում է ու ավելի շատ, ու խաղում է ինչքան որ եղել է հնարավորություն դրսում կամ տանը, տատիկը խոսում ասում է, մի արեք, ու փորձում ենք ինչ-որ այդ փոքր տարածքում ֆուտբոլ խաղ, մի խոսքում որպես դարպասապա շշմելու է Ալեքսը։ Իսկ ֆուտբոլի գնում Ռեակցիան ես։ շատ ուժեղ, ֆուտբոլի չի գնում, թենիսի է գնում ինքը։ Տենիսի եմ գնում, բայց ֆուտբոլի չեմ գնում։ Բայց ուզում ես գնալ։ Մարդիկ կարան ասեն, բավոս թենիս ես գնում, բայց ֆուտբոլ խաղում ես, բայց չես գնում։ Սա մամաս ինձ մի օր ասել է, դու խի թենիս չես նայում, ֆուտբոլ ես նայում։ Նայ թե չեմ տանի, ասեցի, սի օքեյ, բայց էտո։ Բայց կուզենայր, մենք չենք խոսացել, ֆուտբոլի կուզենայր գնայր։ Հա, կուզեի։ Մի Տեսնենք։ խոսքով ֆուտբոլի կգնայես հաղորդումից հետո։ Հա, դե թե սիրում է, ինչու՞ չէ։ Լոտոն մոռացանք, մեկ-մեկ լոտո ենք խաղում։ Հիմնական իհարկե ֆուտբոլի շուրջ է։ Հա, մեկ-մեկ էլ հավեսի գնում ենք կինո նայելու, հալիք նստում ենք, պոպկորնը վերցնում ենք, վիպը նստում ենք ու հավեսով նայում ենք։ Այս երեխային fast food ես կերակրում, թե դու նաև խոհանոցում կարողանում ես։ Ես չէ, խոհանոցում դե տատիկն է անում, տատիկը մեզ օգնում է, ինքը ուտելիքայինը պատրաստում է եւ բանը մնացածը կենցաղային ինքն է օգնում անում։ Բայց շատ հաճախ լինում է պատվիրում ենք։ Հայրու որթե խնջույքներ եք Հա, կազմակերպում։ գնում ենք սուշի ուտելու կամ ստեղից ենք հաճախ է լինում։ Հավեսով կարելի է ստեղել գնալ, ընդեղ էլ գնալ, բայց երևի թե մեծ մասը տան սնունդն է, փորձում ենք ավելի տենց էլի։ Դրսում շատ չսնենք։ Ալիկ, իսկ տես դու նշեցիր, որ papayi հետ ամեն ինչի մասին կարողանում ես խոսել։ Ինչի մասն եք ավելի հաճախ խոսում դու հայրիկը։ Ֆուտբոլի մասին, չէ՞։ Հա, ոնց ասա Ֆուտբոլից բացի ուրիշ թեմա չկա։ Չէ, հիմնական ֆուտբոլը։ Հիմնական աղա, լիքը մի 30-40 Ֆոկուսը խոսում ենք ֆուտբոլի մասին, որտեվ գիշերն է, առավոտը տենց բան չկա խոսալու։ Առավոտը դասի, հա։ Հա։ Իսկ Ալիկը, հա, ֆուտբոլն է, բայց մենք Ալիկի հետ շատ, ես ասում, ինքը մեծ մարդու նման խոսում է, շփվում է, ինքը մեծ մարդու նման կարող ինձ հարց տա անսպասելի, որ լուրջ ասի, պապ, այս որ սենց է, սենց է։ Ես ոնց է։ Ես փոքր ժամանակ հաստատ իր տարիքում տենց խորը հարց չէի տա, էլի։ Կյանքից կարող է այդ այնց շատ, հիմա դե կոնկրետ չեմ հիշի ինձ, բայց այն որ ես էլ եմ ապրում ու փորձում եմ դե խելոք տենց իմաստուն պատասխաններ տալ, երբեմն չի լինում, երբեմն ստացվում է, էլի, բայց այդ շատ լավ, որ ինքը մեծ մարդուն, այսինքն մեծ մարդու նման է այդ հարցը տալիս ու դու զգում ես, թե ինքը ինչքան խորացել է այս կամ այն հարցում, որ այդ հարցի պատասխանն է ուզում իմանալ, մի խոսքով այդպես մեծ մարդու նման։ Իսկ ինչ հարց տալիս է, այդ հարցի պատասխանը անպայման տալիս ես, թե լինում են հարցեր, որ ասում ես դե կմեծանաս դեռ։ Չէ, հիմնականում փորձում եմ տալ, որ դժվարանում, նոր ասում եմ, ես իմ տեսնենք։ Դա չի հասկանում, չէ։ Հենց որ փորձում է, ինքը օգնում է, փորձում է։ Ստացվում է, չէ՞։ Ստացվում է։
Մերսի։ Մասը ինքը որ մեծ է, ինձ ավելի շատ բաներ է տեսել։ Տեսել, հա, դեկա տենց բան, վայալի։ Քո ամենատպավորիչ հիշողությունը պապայի հետ կապված ո՞րն է։ Պապայի հետ ամենահավեսը որ թռանք Անգլիայի Big Ben-ը գնացինք լիքը տեղեր, տուրիստական տեղեր եւ ամենակարևորը գնացինք այդ Arsenal-ի խաղին։ Դրա համար են գնացել, էլի։ Անենց բան ենք զգացել, ոնց որ առաջին անգամ ենք տենց տեղ Դա ասա որ Arsenal-ի ֆանատն ես։ Ես Arsenal-ի ֆանատ եմ, որ միշտ մենք TV-ով չենք նայում, մենք չենք նման տենց ձեներին, տենց ֆանատների, որ սենց գոռում էին։ Ուզում եմ ասեմ, այնտեղ ավելի հավես էր կոնցեպտոնը նստել TV-ով նայել։ Դե բնականաբար։ Այդ տենց մենք որոշեցինք, թռան գնացինք, ես էլ ասեցի Ալիքին լավ սուրպրիզ կլինի, ինձ էլ էր շատ հաճելի, որտեվ Ալիքը ճիշտ է ասում, մի բան է հեռուստացույցով նայել, ուրիշ բան է ստադիոնում 60,000 հոգի մարդ, այդ ֆաները, այդ գոռալը, այդ երգելը, ես էլ ապշել, sense նայում եմ Ալիքին, ասում Ալիք, ես ինչ մթնոլորտ է, շատ հավես էր, ու այդ հաստատ այդ օրը մենք կհիշենք մինչև կյանքի վերջ, էլի։ Ու իր ասիրած թիմը հաղթեց ամենակարևորը, ասի չպարտվեն, խայտարակ չլինենք, հանգարց տրամադրություն են գնի տղայից, բայց չհաղթեցին։ Ալիկ, իսկ դու փորձում ես նմանվել պապային։ Չեմ փորձում, որտեվ արդեն ստացվել է։ Արդեն նման ես։ Փորձել բան պետք չէ, արդեն գեներով նման ենք։ Լայ է։ Իսկ որ հատկանիշներն է, որ տեսնում ես, որ դու այսպես մեկին մեկ պապային ես նմանվել։ Լաս այդարքի։ Քո կարծիքով ինչով ես ինձ նման։ Ստայլով շատ ենք նման։ Ինագդա ես եմ մտքի մեջ ասում, շիշքան նմանվեցինք իրար հետ։ Ու նույն ձև ենք մտածում, էլ ուզում ասի, շատ բաների շուրջ, էլի։ Ինձ թվում է ինքը շատ նրբանկատ է։ Ես էլ եմ տենց։ Ինքը դա շատ կարևոր կստացի հատկանիշ է, որ ինքը շատ իրավիճակներում փորձում է adekvat լինել, ու նրբանկատ որ չնեղացնի, հումորի վերացի շատ իրավիճակներ, որտեղ լարված է։ Այդ շատ կարևոր է ինձ համար, որ մարդկային էլի, շատ մարդկային է։ Հետո ինձ թվում է բարի է ինքը շատ բարի է, ու ինձ թվում է չէ, հաստատ բարի է, չայց այդ կյանքում խանգարելու է իրան, ոնց որ ինձ խանգարել, բայց այդ որպես հատկանիշ շատ կարևոր է։ Միմիկան, հումորը, պաուզաները, ինչ որ ես կողքից sense նկատում եմ, էլի։ Հետաքրքիր է գենը, բայց հենա ասեց, բայց գենը իսկապես շատ էթո չես ասում կամ սովորեցնում կամ ինչ որ բաներ անում։ Կողքից նայում նկատում ես ու տեսնում ես ինչքան բաներ կա, որ նմանա քեզ, էլի։ Թեպետ դու ծնված չես եղել պապայի գործունեության ընթացքում, բայց վստահ եմ հիմա շատ բաներ դրել ես, նայել ես, լսել ես պապայի գործունեությունից, որ գործերն են, որ քեզ շատ են տպավորել։ Իր երգերը, սպեցիալնի Top 10 Rabbis-ը, իր ամենալավ երգն է։ Ամենակիմ չէ, Վարդան Զադոյանի Top 10 Rabbis-ը նոր հայր կավենթի հետ, այո։ Իր բանը, որ սենց խնդալու մարդ է, սենց լավ կատակ։ Հա։ Կատակն է պատում տեղեր են գնում, ինակ դե կարան այնց կատականի դաժե փոքրեր սկսեն խնդալ։ Երբեմն տեղ են գնում կամ բան ինչ որ եթե հումորային բան են պատում, առաջինը Ալիքն է։ Տենում լավ ուրախանում է պապայի չէ, հումորները։ Ինքը շատ լավ մտածում է, շատ լավ աշխատանք է ինքը անում։ Կյանքս Ժամանակին Top 10 Rabbis-ը իսկապես հեղափոխական շատ լուրջ պրոյեկտ դարձավ Հայաստանում, որը շատ մեծ լսարան ուներ ու տես նույնիսկ քո տղան տարիներ հետո լսում է ու իր գնահատականն է տալիս, որովհետև կարող էր նաև լսել եւ ասել դե պապաս արել, բայց անցներ դրա կողքով։ Դու հիմա մտածում ես ստեղծագործական նոր նախագծեր ներկայացնելու մասին հիմա։ Կա նույն Top 10-ի հետ կապված հիմա մենք մտածում ենք եւ փորձում ենք դրա առաջ չընկնելով, բայց նպատակ կա, որ այս տարի հաստատ մենք ուզում ենք այ համարյա 30 տարի դադարից հետո 97 թվականին է դուրս եկել առաջ Top 10-ը։ Մենք անենք, բայց դեռ առաջ չընկնենք, բայց հույս կա, որ 26 թվականին Top 10-ը կշարունակենք։ Ալիկ, իսկ դու պապային ողջևորում ես, որ պապան նոր գործեր անի։ Չէ, բայց ես կուզեի ինքը նոր գործեր արել, որտեվ ես հաստատ եմ, որ ինքը վաղ sense լավ գործ անում, ես ավելի շատ հաստատ եմ, որ ես հիմա կամ ես իրեն կարամ լավ օգնեմ եւ ինքը ավելի լավ դառնա։ Ստացի կարա օգնի ինքը, որտեվ մեկ-մեկն այնց իդեաներ ասում կամ բան,
ես զգում եմ, որ ինքը մեծանալով էլ վստահ եմ ավելի հումորի, մեջ եղել է տենց, հիմա էլի չեմ հիշի, բայց պապիս կեթե բասեն, ես զգում եմ, թե ինչքան ինքը հասկանում է, զգում է, օրինակ եթե սենց արվեր, ավելի ծիծաղալու կլներ կամ հավես կլիներ։ Գրիշա, իսկ տարիների հետ ինչ որ մի շրջան գալիս է, երբ քեզ ուղղակի պետք է, որպեսզի քո կողքի մարդիկ քեզ առաջ հրեն այն իմաստով, որ մոտիվացիա տան, որ դու առաջ գնաս, նորից շարունակես ինչ որ բուրըն գործունեություն ծավալել։ Դե մոտիվացիան իհարկե կարևոր բան է, ցանկալի որ տես լինի, բայց ես իմ տեսակով ես ինքս ինձ եմ բզում ու եթե զգում եմ մեկ-մեկ սենց ճահիճանում եմ ու ստոպա տված ինչ որ հարցում, որտեղ ես չեմ սիրում տենց տեղում դոփել, փորձում եմ ինքս ինձ սենց բզելով ասել որ հերիք է, մի բան արա, նոր բան արա, բայց իհարկե մարդիկ առաջինը տղաս որ կողքս է արդեն տրամադրությունս անգամ եթե վատ է, իր կողքին մի անգամից լավանում է ու նորից ուզում ես ինչ-որ բան անես, ստեղծես, այ մոտիվացիան Ալեքսն է։ Ժամանակին գործունեությունը շատ բուրըն էր, իհարկե շատ լավ է, որ հիմա էլ դու չես դադարել աշխատել, հա, այսինքն գործունեություն ծավալում ես, բայց ես էլ դու էլ հասկանում ենք, որ տարիներ առաջ նոր ստեղծագործական մտքեր ներկայացնելը այլ մակարդակ էր, հիմա ուրիշ, այսինքն ես վերջին շրջանում երևի թե քո վերջին նորությունը, վերջին երգը հիշում եմ, որ Գարունան ներկայացրեցիք, բայց դա երևի թե 1-2 տարի առաջ էր։ Այն տեմպը չունի, ինչ որ տարիներ առաջ էր։ Դու քո հանդեպ մեղադրանք ունես, որ ինչ որ պահի շատ пассивացար։ Դուք լինում է պահեր, որ ասում եմ пассивացնեմ, չնայած ես փորձում եմ ասում, որ հա ինչ որ բան անես, դժվար է, չես կարող անես։ Տենց ոնց որ առնեմ ես 25-30 տարեկան։ Ինչու չես կարող։ Չէ, էլի անելու եմ հիմա, բայց այդ ոնց որ դու ասեցիր, այդ ինտենսիվությամբ ու այդ չգիտեմ, տարեկան մենք մի հատ զապիս ենք բաց թողում։ Այտենց չի լինում։ Ինչու։ Ինչու ենք մենք մեր գլխում որոշում, որ 25-30-ում կարող ենք, 55-ում չենք կարող։ Դե հիմա ես sense չեմ ասում այդ աստիճանի, բայց հիմա նա այս տարի հերոստատեսային պրոյեկտ կա, որ առաջարկել են ու շատ զիլ պրոյեկտ է։ Երկ կա, երկու երկ, որ պետք է լինի, արդեն ձայնագրման փուլում է։ Top 10 Rabbis-ի հետ կապված էլի Աստված առաջ էլի առնելու է։ Հիմա ես sense ասում եմ, բայց դրա հետ զուգահեռ 26 թվականը արդեն այս պահի դրությամբ ես ահագին բաներ ունեմ, որ արվել է եւ դեռ պետք է արվի այս տարի։ Այսինքն ես չէ շատ пассив եմ, էլի։ Մի շրջան կա, երբ որ գալիս է բումը եւ այդ բումից հետո ինչ որ առումով լինում է, որ արտիստները շատ հանգիստ են լինում, որովհետեւ իրենք գիտեն, որ իրենք կարող էին եւ արել են մի բան, որի մասին կխոսի իրենց ամբողջ երկիրը։ Բայց դրանից հետո երբեմն այդ շվաքի տակ նախորդ տարած աշխատանքի գալիս է տարիների լռություն։ Հիմա երբ դու հետ ես նայում, այդ լռության համար ափսոսանք ունես, թե չէ։ Կա տենց բան, միանշ։ Ես փողոցում եմ զգում, ես այն ժամանակ տարիներ դուրս էի գալիս, վարկյալը մեկ հետս նկարում եմ, բան հիմա քչացել է այդ տոկոս, այսինքն մարդկանց դեմքերից եմ զգում, որ հատկապես երիտասարդության, որ շատերը չեն ճանաչում։ Հիմա անկեղծ ասում Պիրիոդներով է այդ, այո, որտեղ են top 10-ի ժամանակ կամ նախագծերի հիշում ես X Factor-ների եւ այլն, որ շատ ակտիվ է։ Չկար տենց մարդ, որ չճանաչեր, չկար։ Հետո դու շատ լավ հասկանում ես, պետք է միշտ ակտիվ լինես։ Չգիտեմ, կես տարի, մի տարի չերևացիր, չարեցիր, կմոռանան շատ շուտ, ով ուզում է սեղի։ Ուզում ասեմ, այդ ակտիվությունը հա պետք է։ Ես դա գիտակցում եմ։ Ես էլի ակտիվ եմ, բայց ստե ոչ միայն տարիքի Հիմա նույն առաջարկները հերոստատեսության 15 տարի առաջ չէ շատ են եւ ստեղից եւ ընդեղից եւ ստեղից հիմա 1000-ից 1 դե չգիտեմ նու կա էլի առաջարկ բողոքելու իրավունք չունեմ բայց ուզում ասեմ 20 տարի առաջ եթե ավելի բուրըն էր այդ ամեն ինչը հիմա մի քիչ նվազել է բայց նորից եմ ասում ես իմ տեսակով որ հանձնվող չեմ ու պրպտող եմ ու անող եմ 26-ը հաստատ լիքը բաներ լինելու է էլի Բայց կա пассивություն, միանշանակ մի քիչ sense spot կա, էլի։ Եթե մեր նախորդ զրույցները հիշենք, դու միշտ կարծես թե ինչ որ առումով վախեցել ես տարիներից, որոնք որ մեր բոլորի հետևից գալիս են։ Հաղթահարել ես քո վախը մեծանալուց, թե չէ։ Լսի, կարող է թվացել է, բայց ես չեմ վախ, ես երևի շատ եմ դրա մասին խոսում,
բայց փորձում եմ հյումորով ասեմ, բայց անկեղծ չեմ վախենում դրանից։ Նայ, հիմա արդեն 57-58, բայց չէ, ես հակառակը, ու տարիքը իրան անում է բարձը, բայց հակառակը փորձում եմ անկախ տարիքից, փորձել երիտասարդների հետ երիտասարդ, փորձեմ ժամանակի հետ միասին քայլել եւ փորձել հասկանալ, դա ինչ է օգնում իդեպ։ Հիմա նոր ձայնագրություններ եթե լինեն, ելի մենք պետքա փորձենք երիտասարդությանը, ոնց որ 97 թվականին այն ժամանակ երիտասարդ փորձել գրավել, այսինքն հասկանալով իրենց, դա ինձ օգնում է ինչ-որ չափով երիտասարդ մնալու, ինչ-որ չափով։ Չնայած տարիքը իրան անում է, ինչ խոսք։ Դու որոշել ես ինչ ոլորտում ես աշխատելու, ինչ ես ուզում դառնալ։ Ես ուզում եմ դոկտոր դառնամ, ուզում եմ մարդկանց ուրախացնեմ, օպերացիաներ անեմ, անենց անեմ, որ մարդիկ ուրախ տուն գնան։ Առողջ լինեն, Առողջ լինեն եւ ուրախ։ Դե papan ստոմատոլոգ է, դու հիշում ես։ Հիմա ինձ այնց որ բան չստացվեց, ասում գոնա ալիկա։ Արդեն ավելի պրոֆեսիոնալ են, քան թե ստոմատոլոգը, չէ՞։ Հա, օրինակ ես վիրահատությունից հեռու եմ եւ անգամ բժշկական որ սովորում էի, չէի գնում վիրահատություններ նայելու։ Ալիկը օրինակ այդ վախը չունի ու հակառակը սիրում է, ուզում է։ Երբ որ մենք խոսում ենք, ասում ենք, իսկ կարող է սենց կամ այնց, ինքը ասում է, չէ, դոկտոր։ Թե որ ուղղությունը բժշկության հետո կհասկանանք, չէ՞։ Դեմ ինքը ես իրան մի քիչ այդ դոկտորի տիպիկացիայից մի քիչ իր գեները վերցրել եմ այդ դրան, չվախենալուց։ Դու հիմնական papayi գեներն ես վերցրել։ Հա, հիմնական 75%։ Հա։ Չէ, դե մամայից էլ է լիքը վերցրել։ Իսկ մամային ինչ նմանություններ ունես։ Մամայպես կամքի ուժեն, ուզում եմ իրապես ուժեղ լինեմ, էլի, որտեղ մամաս շատ ուժեղ է։ Ֆիկի իր գենը որ բանա տիգրը։ Իսկապես շոու ունի այդ նպատակասլաց, ինքը ունի այդ բանը իր գենի մեջ էլ, ես էլ եմ այդ շոուերը ավելի շատ, սենց եթե մի բան պետք է արվի, ուրեմն դա արվելու է, անգամ եթե քեզ ինչ որ բան դուր չի գալիս կամ դժվար է կամ բանա, այդ առումով ինքն էլ է նման շոուերին։ Պետքա վերջ, պետքա այսքանի տարին սենց կամ էսի սենց նորից ասում, անգամ եթե քեզ դուր չի գալիս, բայց ինձ թվում է դա լավ բնավորության գիծ է առաջ գնալու, որտեղ միշտ չի որ լավ է լինում ու սահուն այս կյանքում էլի։ Մի խոսքով այդ հա, կամքի ուժը ճիշտ է ասում։ Երբ դու Միացյալ Նահանգներում էիր, մամայի հետ էիր ապրում։ Հա։ Իսկ մամայի հետ առօրյան ինչպես էր անցնում։ Շատ լավ, ինքն էլ էր ինձ papayi պես լիքը բաների մասին օգնում։ Մաման մի քիչ ուրիշ է papayiից, բայց կան բաներ, որ նման են։ Papan էլ է ինձ տեղ կինոյի տանում, մաման էլ էր ինձ այնտեղ կինոյի տանում։ Ոնց որ papan էր ինձ ռեստորաններ ստեղ տանում, մաման էլ էր ինձ այնտեղ ռեստորաններ տալի։ Չէ, այնտեղ ստեղ է լիքը ավես բաներ են անում։ Տես օրինակ papayi հետ ունեք ընդհանուր մեծ սեր այդ ֆուտբոլն է եւ մնացած զբաղմունքները, իսկ մամայի հետ կար ինչ որ զբաղմունք, որը ընդհանուր մեծ սեր էր։ Հավես ունենալ, տեղեր գնալ, բան անել, հավես ունենալի կանքը մեր մեջ ունենք այդ։ Հա, հավեսը։ Ուժիպես կան։ Հա, հավեսը, ես հասկացա, ալիք ուզում ասի, որտեղ շողեր ունի, կարող է, չգիտեմ, մի ժամ որոշի գնում ենք Նյու Յորք, ասենք, կամ գնում ենք այս ինչ տեղը։ Օրինակ ես եթե պետքա պլանավորեմ, ինքը կարող շատ արագ որոշի, ու անենց որ ալիքին էր դարքել։ Մեկ էլ զանգում ասում որտեղ, Ֆլորիդա ենք, կամ ստեղ ենք։ Նո կարող չի որտեղ, ուզում եմ ասեմ, որ մի բան որոշում են, ալիք չգնանք այս ինչ տեղը։ Շատ արագ որոշում է ու գնում են, sense շատ հավես ժամանակ են անցկացնում, չէ՞։ Ես ասում այդ միտքը իրանից արդեն միանգամից մտքից մեջ գալիս ասում մաման։ Ինքը միանգամից համաձայնում է, որտեվ շողերն ցա պլանավորում, որ իրան էլ հավես լինի, parza, ինչ որ մտածում է։ Երբ որ դու մամային ասացիր, որ ուզում ես մնալ papayi հետ, մաման ինչպես ընդունեց քո որոշումը։ Մաման է համաձայնվեց, էդի մամայի մտքից է որ մենք եկանք ստեղ, ինքը համաձայնվեց։ Գիտեք, ուզում էր Ամերիկա մնալ, որտեղ այնտեղ իր համար ավելի լավ էր, այնտեղ անքա ավելի շատ համարվում էր, եւ բայց եկավ ստեղ իմ խաթր, ես կարոտել եմ papayin եւ տատային եւ իմ բոլոր ընտանիքիս։ Ինչպես որոշեցիք, որ Ալիկը հիմա քեզ հետ կապրի, ոչ թե շողերի։ Չէ, մեր մոտ այնց խնդիր չկա։ Մենք ժամանակներ արդեն հասալ, դու ես։ Մամայի, papayi մոտ մենք տենց որոշեցինք, որ ոչ մեկի ոնց որ սպորտ չի, ոնց որ մեկը ասի,
պետք է ստեղ մնա ավելի երկար կամ մեկ ասի պետք է ստեղ մնա։ Լսի, կարող է որտեղից մնում, մի քաղաքում որ մնաս, հիմա եթե մենք Երևանում ենք, մենք իրար կողք ենք անընդհատ անընդմեջ։ Տարածություններ որ նեղում էր, էլի, parza Միացյալ Նահանգներն նա ինչքան հեռու, էս չկա։ Իսկ նույն քաղաքում խնդիր չկա, այսինքն մենք այս մոտիկությունը, ջերմությունը անդադ կա, որտեղ իրար կողք ենք ամեն վարքյան։ Ասենք կարող է գնամ բանի մոտ, ասենք պապան ասի զանգի, ասի գա, չէ, որտեղ շատ մոտիկ է։ Վախ ուտեմ, ճիշտ ասեմ։ Այդ հայերեն, ռուսերեն, ստեղ ռուսական դպրոցա գնացել, անգլերենը, ուզում ասեմ լեզուներս են խառնվել իրար, դե համար մեկ-մեկ մտքերը կարող լավ չի կարողանում արտահայտի, այս 3 լեզվով զուգահեռ տես մտածում է դրա համար։ Դե իրականում երեխան փոքր է ու մի քանի լեզու է խառնել դրա համար։ Հա, էդ էլ կա, հա։ Կադապտան է իր համար կընտրի իր լեզուն ու այդ լեզվով կմտածի։ Իսկ այստեղ ինչու եք ռուսական դպրոց տարել։ Դե նայ, ինձ մոտ ռուսական կրթություն էր, նույն Չեխովը, papan է գնացել Չեխովի դպրոց, ես եմ գնացել։ Հետո ալիքը գնաց։ Ես մտածում էի սենց, ինքը հայերեն այնտեղ զուգահեռ սովորում էր ու լավ էր, բայց ինքը ռուսերեն էլ ասեցի, որ լավանա։ Ես գտնում եմ, որ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուն իմ համար այս 3 լեզուն պարտադիր է, քանի որ ես էլ ու papan մաման սկսենք նրանից բանասեր էին, ռուսերեն լեզվի դասատու էին, եւ ես էլ ռուսական կրթություն ունեի, ուզում էի մի քանի տարի ինքը գնար, որ ռուսերենը լավանար։ Ու իսկապես տենց եղավ, 2-3 տարում ռուսերենը հասավ այդ հայերենի մակարդակի։ Հիմա անգլերենն էլ գումարվեց այդ Միացյալ Նահանգների առավելություններ դա էր, հիմա ինքը 3 լեզուն էլ բավականին լավ է տիրապետում։ Իմ հաղորդման գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական ու կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր։ Մեկը կարող է տալ պապային, մյուսը դու օգտագործես, որովհետև իմպլանտումը ունի նաև իմպլանտում kits երեխաների համար նախատեսված մանկական ստոմատոլոգիական կլինիկա, որտեղ սկսած ինտերիերից ամեն ինչ տրամադրում է, որպեսզի երեխաները հավեսով գնան ատամնաբուժարան։ Քո դեպքում էլ արդեն մեծի եւ ստոմատոլոգիայի աչքով կարող ես զննել։ Իսկապես լավ կլինիկա է, հիմնադիրն էլ Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան։ Ունեն նաև կոսմետոլոգիական կլինիկա, կարող եք իմիջիալս նաև կոսմետոլոգիական կլինիկայից օգտվել, երեխան չէ, բայց դու կարող ես։ Երեխան իմպլանտում քիքսից կօգտվի։ Մերսի շատ, շնորհակալ եմ։ Բոտուլինոթերապիան մեզ հայտնի է որպես կնճիռներից ազատվելու ամենակարճ միջոց, բայց պարզվում է բժշկության մեջ այն ավելի լայն կիրառություն ունի։ Օրինակ կարող է բուժել միգրենը։ Ճիշտ եմ ասում։ Այո։ Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է կատարվելու, բայց իմպլանտում էսթետիկ կենտրոնի հիմնադիր Ելենա Ադամյանը մեզ կպատմի մանրամասները։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ներկայացնում բոտուլինոթերապիան կարող է բուժել միգրենը արտահայտությունը։ Բոլորից հայտնի է միգրենը իր սաստիկ գլխացավերով եւ տևական գլխացավերով, եւ ես բազմիցս նշել եմ, որ էսթետիկ բժշկության մեջ բոտուլինոտոքսինը մտել է հենց միգրենի բուժման ընթացքում, այդպես հասկացել եմ, որ կարողանում է լավ անդրադառնալ մաշկի որակի վրա եւ կնճիռների կանխարգելման համար է շատ լավ։ Այս պրոցեդուրան ինչի համար մենք ունենք նաեւ մեր կլինիկայում, որովհետեւ մենք ունենք նաեւ նյարդաբան։ Իսկ քանի որ այս խնդիրը նաեւ նյարդաբանական է, իսկ մեր բժշկուհին նյարդաբան լինելուց բացի նաեւ բժիշկ էսթետ կոսմետոլոգ է, նա ունի իրավունքը կատարելու տվյալ պրոցեդուրան։ Ես գուցե բոտուլինոթերապիայի ավելի լայն կիրառությանն եմ ծանոթ, բայց ամեն դեպքում չեմ պատկերացնում, թե միգրենը ինչպես կարող է բուժվել բոտուլինոթերապիայի միջոցով։ Մի փոքր կմանրամասնեք։ Միգրենը, ով տառապում է այդ խնդրով, գիտի, որ բավականին սաստիկ մկանային կծկումներ է տալիս, իսկ բոտուլինոտոքսինը ինչ է անում, թուլացնում են այդ մկանները։ Եվ դա կլինի մեր միմիկական մկանները, թե կլինի գլխացավ առաջացնող մկանները, դեղանյութը ազդում է միևնույն ճանապարհով։ Եվ այս պարագայում ինքը լայն կիրառություն ունի աշխարհում եւ ընդհանրապես բոտուլինոթերապիան կիրառվում է ամբողջ աշխարհում լայն կիրառություն ունի բժշկության մեջ։ Օֆթալմոլոգիայի մեջ է կիրառվում եւ պրակտոլոգիայի մեջ է կիրառվում, այսինքն ինքը բավականին լայն ծավալով այսօր մտել է բժշկության մեջ։ Ներարկումները լինում են գլխամաշկից։ Ներարկումները լինում են գլխամաշկից, պարզապես այս պարագայում ներարկում են այն մկանախմբերը, որոնք ավելի լարված են։ Այս դեպքում կարող է լինել ծոծրակային հատվածը, քունքային հատվածը եւ իհարկե նաեւ պարանոցային։ Որևէ կողմնակի ազդեցություն կամ վտանգ
չունի։ Վտանգը կայանում է նրանում, երբ նմանատիպ պրոցեդուրաներ իրականացնում են ոչ բժիշկները, բայց քանի որ մենք ունենք իրավունք կատարելու նման պրոցեդուրա, քանի որ մեր բժշկուհին նաև նյարդաբան է, բնականաբար նա տեղյակ է բոլոր բարդությունների մասին։ Հավելեմ, որ բժշկուհին այս պարագայում անամնեզ է հավաքում եւ ոչ միայն իրականացնում է բոտուլինոտոքսինի միջոցով, այլ նաև կարող է որոշակի դեղորայքներ նույնպես նշանակել։ Մեր նյարդաբանը իր խորհրդատվության ժամանակ հաստատում է գլխացավը, այսինքն գլխացավը գալիս է հենց միգրենից եւ ինքը իրականացնում է կոմպլեքս բուժում։ Այսինքն մարդիկ կարող են ձեզ դիմել, եթե ունեն գլխացավեր, անկախ նրանից բոտուլինոթերապիա կիրականացվի թե չի իրականացվի, բժշկական օգնություն ցուցաբերել կարող եք։ Այո, իհարկե։ Իսկ այս թերապիան բուժում է, թե ժամանակավոր լուծում է խնդիրը։ Միգրենի բուժումը ինքը 100% չի բուժում, դա բոլորը գիտեն, այսինքն նմանատիպ այցերը ենթադրում են իրենցից ժամանակ առ ժամանակ այցեր հենց նյարդաբանի մոտ եւ կոնկրետ բոտուլինոտոքսինի միջոցով արդյունքը կարող է պահպանել մինչեւ 8 ամիս։ 8 ամիս պահպանվում է մեկ ներարկման արդյունքը, թե հնարավոր է կարիք լինի մի քանի ներարկման։ Դա շատ անհատական է եւ քանի որ կարող են ուղեկցվել նաեւ որոշակի դեղորայքների ընդունում եւ հնարավոր է որ արդյունքը ավելի երկար պահպանվի։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը եւ մեր բուժառուները մշտապես լինելու են կապի մեջ մեր բժշկուհու հետ։ Այսինքն ախտորոշումը եւս իրականացվում է ձեզ մոտ եւ հավելյալ այլ կլինիկա ուղղորդելու կարիք չի լինում։ Այո, այո։ Էսթետիկ միջամտությունները եւս շարունակելու եք անել։ Այո, իհարկե, այն նույնպես շարունակվելու է մեր կլինիկայում, նաև կնճիռների վերացման համար, կնճիռների կանխարգելման համար եւ իհարկե բուժական առումով ենք նկատի ունեցել, որովհետեւ բազմաթիվ ունեցել ենք բուժառուներ, ովքեր ունեցել են այս խնդիրը եւ այն հատվածները, որտեղ իրենց մոտ եղել է միգրենը եւ ես որպես էսթետ բուժական իրականացրել եմ, այսինքն կնճիռները փորձել եմ վերացնել, այդ հատվածում ցավերը մեղմացել են եւ այստեղից առաջացավ հարցը, որ կարելի է ներգրավել նաեւ նյարդաբանի, ով կարող է այս հարցը լուծել ամբողջությամբ։ Մարդը միգրենի համար է ներարկում անում, թե կնճիռների վերացման համար է ներարկում անում, գնային սանդղակը փոխվում է, թե ոչ։ Գնային սանդղակը փոխվում այնքանով, որ դոզաչափն է, հա, այս պարագայում մեծ։ Կոնկրետ դոզաչափը հաշվի առնելով, բնականաբար արդեն հաշվի են առնում պրոցեդուրայի արժեքը, հա, այսինքն եթե շատ դոզաչափ է օգտագործում, այն էսթետիկ միջամտությունից մի փոքր բարձր արժեք կարող է ունենալ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ելենայի Instagram-յան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Քո թե շողերի հետ ապրելու թեմայի հետ կապված երեխան մի շատ խելացի դիտարկում արեց։ Երևի թե այդտեղ նաև երևում էր հենց երեխայի հասունությունը, որի մասին դու խոսում էիր, որպեսզի մաման ու պապան մրցավազքի մեջ չմտնեն, թե ես ում հետ կապրեմ, մենք բոլորով այդ հարցը լուծում ենք։ Իրականում դու եւ շողերը հեշտությամբ եկաք նմանատիպ հարցի լուծման, որպեսզի ինչ որ մեծ խնդիր չստեղծեք, երեխան քեզ հետ է մի քիչ ավելի շատ մնում, իր հետ է մի քիչ ավելի շատ մնում։ Մեծ խնդիր չկա, անկեղծ եմ ասում, ու չկա այդպիսի խնդիր մեզ մոտ։ Մենք շատ նորմալ, շատ ընկերական, շատ ջերմ հարաբերությունները եւ ալիքը եւ մեր սա նորմալ, անկեղծ եմ ասում, չկա հիմա այդպես ինչ բան լիներ կասեի, որը ճիշտ չի, ինչ ունի, հունից հանում է, մեր հարաբերությունը ինչ բան տենց սխալ է ընթանում, չկա տենց բան։ Ինչ որ չնչին շեղումներով մենք եկել ենք այն ընդհանուր հայտարարի, որ անկախ տարածությունից, հիմա այդ հասկացանք, տենց շրջանա, բայց լավ է, ջերմ է եւ առողջ ամենակարևոր հարաբերությունները, սենց քեզ ասեմ, այսօրվա պահվածքը իմ իր երեխայի ոնց ես կուզենայի այդ տենց այնքը ջերմ է, պարզ է, ալիքը շատ լավ հասկանում է վիճակ, անգամ ես Միացյալ Նահանգների գնալ գալ ամեն ինչը։ Տատիկը այս մեր ընտանեկան բանն եմ ասում, էլի, հարաբերություն իրար մեջ, շատ տաքուկ է, ջերմ է ու շատ մարդկային է, լուրջ եմ ասում։ Չկա այն բանը, որ կոնֆլիկտային կամ ներվ կա իմ մեջ կամ շողերի մեջ կամ ալիքի չկա։ Օրինակ այդ իմ համար ցավոտ կներ, եթե տենց չլիներ ու լիներ ինչ որ արտառոց տենց կամ չգիտեմ, վատ իսկապես հարաբերություններ, չկա տենց բան հաստատ։ Դու եւ շողերը հիմա ժամանակավոր որոշում է, որ առանձին եք ապրում, թե դա արդեն վերջնական որոշում է։ Չէ, մենք իրար հետ ենք, վերջնական որոշում չկա, մենք իրար հետ ենք, վերջնական լինի, ես քեզ կասեմ։ Իսկ ինչը հանգեցրեց, որ այս պահին նման որոշում կայացնեք առանձին ապրելու։
Լսի առանձին չի, ախր նա այդ քո ինֆորմացիան կարող է լիարժեք չի։ Այն առումով որ մենք տենց չի, ես չգիտեմ, ախր այնքան բան են ասում ու այնքան բան, ես 40 տարի այնքան եմ սովորել, որ ինչ որի մասին խոսացել եմ, մեծ տոկոսը չի համապատասխանել ասածին։ Տես, ուղղակի մենք խոսում ենք, որ դու որդիդ եք ապրում իրար հետ։ Երեխան պատմում էր, որ ինչ որ շրջան լինում է մայրիկի հետ, ինչ որ շրջան լինում է հայրիկի հետ։ Այսինքն մայրիկն էլ է լինում տանը, մենք ունենք եւ դաչա եւ այնտեղ են գնում եւ գալիս ենք, միասին ենք մնում, հետո կարող առանձին գնա, տատիկը գնա այնտեղից այնտեղ գաստեղ գնանք, հետո միասին դաչայում հավաքվենք, հավատ այնց տենց է։ Այսինքն մենք կարող եմ մի շաբաթ էլ առանձին լինենք, հետո էլի միանանք, այսինքն մեր ինչ քեզ ասեմ, այդ միասնությունը կա, բայց քան որ 3 հատ տուն ունենք, մենք կարող է ասենց այդ պահին այնտեղ առանձին լինենք կամ այնտեղ։ հարաբերություններում գալիս է մի շրջան, երբ պետքա ուղղակի մի քիչ նաև առանձին ավելի շատ լինեք։ Կա, ես օրինակ ես սիրում եմ, օրինակ երբեմն գնում եմ իմ տուն կինո նայել, նա կարդալու, դե մեծ մարդ եմ, ասում 2-3 ժամ մի քիչ ծրվեմ, հանգստանամ, դա ընդհանրապես պետք է, որ մի հատ sense խելքի գաս, մի հատ եւ այն։ Ես հասկանում, դու բաժանում մասն ես հարցնում, չկա տենց բան, դա դեռ խոսում են, դեռ չէ, խոսում են, խոսակցություններ կան տենց, բայց դա տենց չի, որ դա լինի արդեն, գիտես, մենք հստակ դրա մասին արդեն հստակ կիմանան ու ես էլ կասեմ, բայց տենց բան չկա։ Բայց հարաբերություններում ճգնաժամ եղել է կամ կա։ Այո։ Եղել է մի պահ, հիմա չկա։ Հիմա չկա։ Ինչն էր բերել այդ ճգնաժամին կամ ինչպես հաղթահարել։ հաղթահարել։ Անկեղծ երևի հենց այդ տարիքային է, որի մասին մենք խոսեցինք, որտեղ մի մոռացի, որ ինքն այն ժամանակ 18 տարեկան էր։ Իսկ ես եկամարդ եմ։ Մենք իրար հասկանում ենք, բայց տարիքայինը այդ մեծ տարբերությունը всё-таки խոչընդոտում էր լիքը բաների։ Բայց տարիքով 17-18 տարի իրար հետ ենք։ Ինքն էլ հասունացավ ու սկսեց ինձ հասկանալ եսին, որտեղ ինքը արդեն հասունացավ մեծ մարդ է։ Այդ երիտասարդ տարիքում, իսկ ես հասուն դժվար էր։ Լինում են կոնֆլիկտներ, որտեղ ուղղակի չենք հասկանում շատ հարցերում։ Հիմա այդ խնդիրը չկա։ Ինչ որ առումով նաև դու ավելի հասուն դիրքից սկսեցիր հարցերին այլ կերպ նայել, թե շողերը հասունացավ այդպես խնդիրները։ Ինքն էլ ես այստեղ գիտես միակողմանի չի։ Այստեղ հաստատ ինքն էլ էր իր վրա աշխատում, ես էլ, որովհետև այլ կերպ հնարավոր չէ։ Եթե ես մենական ինքը չէ, շատ դժվար կլներ։ Ինքն էլ փորձում է հաղթարել բաները, չգիտեմ տարիքային բան, ես էլ էի փորձում, նաև փորձեի հասկանալ իր երիտասարդ մտքերը կամ պահվածքը եւ այլն։ Գրիշա, ըստ էության հիմա դու եւ շողերը ճգնաժամը հաղթահարել եք, թե հաղթահարելու փուլում եք։ Ինձ թվում է հաղթահարել ենք։ Եթե անգամ փուլում ենք, արդեն այդ ավարտին ա եկի ասել, որտեղ մենք արդեն այն ինչ որ չենք հասկանում 15 տարի, հիմա շատ լավ հասկանում ենք, շատ ջերմ ենք, մենք երկուսս էլ սենց հասունացանք, եկանք մի հատ կետի հասանք, որ մենք լիարժեք բոլոր հարցերում իրար հասկանում ենք, որը այն ժամանակ անկեղծ ասում չենք հասկանում։ Ինչ հատկանիշներ կան, որ փորձում ես հիմա ներդնել տղայիդ մեջ։ Նո փորձում եմ սովորացնել այն ինչ մեջով ես եմ անցել, որ նոր կյանքը դժվար բան է, հեշտ բան չի եւ լինելով բարի պետքա կարողանալ լեզու գտնել, դժվարություններ են լինում հարաբերությունների մեջ, դու պետքա կարողանաս այդ ոսկե միջինը գտնես։ Այն ինչ որ ես դպրոցական տարիներին շատ եմ նեղվել, նույն նկատի ունեմ մարդկային հարաբերությունների մեջ, թե տարբեր են մարդիկ։ Փորձում էի շատ դեպքերում նեղվում էի եւ այլն, հիմա փորձում որ ինքը չնեղվի, այդ փորձում իր մեջ դնել, որ կարողանա բոլորի հետ լեզու գտնել։ Երբեմն է դժվար է, որտեղ ինքն էլ բարի լինելով կարող շատ բաներին ասի, դե ոչինչ լավ է։ Այսինքն այդ ոսկե միջին գտնելը մնալ մարդ, բարի, նրբանակատ խղճով, բայց նաև կարողանալ ապրել եւ լեզու գտնել տարբեր մարդկանց հետ, էլի, ոչ չնեղվի, ասածս նա։ Դա Քո կյանքի պատմությունը ամբողջությամբ պատմում ես ալիկին, թե այսպես մասամբ ինչը որ ճիշտ ես գտնում պատմել։ Չէ, լրիվ տենց չէ, բայց բաներ կա, որ ինչի միջով ես եմ անցել ու նեղվել եմ, փորձում պարզա իրան ասել, որտեղ նման բաներ շատ կա, որ իր մեջ տեսնում եմ, որ ինքը այդ նույն սխալները չանի կամ ճիշտ անի, որ հետո ինքը շատ չնեղվի։ Էսա կյանքի փորձը, իմ փորձում եմ իրան տենց օրինակներով, բաներով
ասել, բացատրել։ Դու դպրոցական տարիներին իր տարիքում ինչ խնդիրներ էիր ունենում, ինչից էիր նեղվում, որ հիմա փորձում ես իրեն այլ ուղղությամբ տանել։ Անարդարությունը որ չեմ սիրում ու գժում եմ, այդ միակ բանը որ ինձ հունից հանում է, էլի։ Այդ դա էր երևի ավելի շատ։ Դե կյանքը ոնց որ եւ բոլորս ապրում ենք իր խնդիրներով, պլյուսու մինուսներով, բայց այդ հարաբերությունները մարդկային, երբ որ տեսնում էիր, հա, ասենք բակում կամ դպրոցում կային տենց մարդիկ, ովքեր համահանում էին կամ շատ, չգիտեմ, կոպիտ էին իրենց պահվածքով փորձում էիր լեզու գտնել, բայց երբեմն այդ բարի լինելով դու չէիր կարող այդ հարցը լուծել։ Պետքա լիներ կոշտ, կոպիտ, շատ հաճախ եւ այլն, որ կարողանայր համակերպվել։ Այս հակասությունները, որը ինձ երբեմն հունից հանել է ու նեղվել եմ, այդ փորձում ալիքին բացատրեմ, որ լինելու են, եթե դեռ չեն եղել, տենց հարցեր մեծանալով ու դու կարողանաս բոլորի հետ համակերպվել, բայց այն մեր հայկական ասած թասիբիտ էլ որ չկպնեն, ինքն էլ է մեկ-մեկ լինում ասում է եղել է տենց, պապս տենց ասեցին, բան ասում լինում է տենց։ Դու պետքա փորձես առանց վիրավորելու կամ բան ընդհանուր լեզու գտնես։ Իսկ դու կարողանում ես այդ տարիքում լեզու գտնել եւ կարողանալ քո սահմանները ճիշտ դնել, թե չկարողանալուց հետո սովորեցի։ Ես հիմա էլ երբեմն չեմ կարողանում, դժվար է լինում երբեմն, հա։ Չէ, հիմա էլ է դժվար լինում։ Տարբեր են մարդիկ ու շատ դժվար է կարողանալ, ինչպես դու ես պատկերացնում, adekvat ճիշտ այդ սուբարդինացիան պահելով, այ կարևոր բառ է։ Այսինքն երբեմն բարությունը հատում է այն սահմանը, որ մարդիկ հատում են քո անձնային սահմանները եւ դու բարությունից ելնելով չես կարողանում քո սահմանները ճիշտ գծել։ Այո, որտեվ բարությունից շատերը օգտվում են։ Դե պարզ բաներ եմ ասում, հաստատ դու ես հասկանում, որ ախրդասկանս ես սովետական տարիները, հիմա տենց չի, սովետական տարիները ու 90-ական տարիներում, երբ որ ավելի կյանքը ավելի sense կոպիտ ու շատ դժվար էր մի խոսքով ապրել այդ տարիներին։ Եվ բարությունը հատկապես մարդիկ կան, որոնք օգտվում են դրանից, հասկանում ես։ Եվ դա իհարկե հաճելի չէ, էլի։ Իսկ կոպիտ լինել իրանց նման չես կարող։ Ինչ է լինում, այդ է որ նեղում է, էլի, դա եմ ասում, որ ինքն էլ տես չնեղվի, փորձում եմ, բայց ինքը այդ պետք է այդ ամեն ինչի միջով անցնի բարձր, էլի։ Իսկ դու փոքր տարիքում եղել է, երբ խեղճացել ես, հետո հասկացել ես, որ չէ, պետքա փոխել իրավիճակը։ Շատ է եղել, բայց հատկապես այդ բանակում էր, որովհետև ես ծառայել եմ սովետական բանակում, այդտեղ դրանից լավ դպրոց այդ առումով, որտեղ 2 տարի դու պատկերացնում ես սովետական բանակ, 16 պետություններից տարբեր ազգեր, այդտեղ հայկական բանակը բոլորը հայ են կամ կարող է մի քիչ օտար քիչ, իսկ այնտեղ ու այդ ամեն ինչը շատ ուսուցողական էր ի վերջո, էլի, դժվարություններով, նեղվելով, շատ այդ ամեն ինչի մեջով անցնելով, ես եկա արդեն sense հասունացած ու այ որ դու ամրացար այդ ժամանակ։ հայտ հաստատ էլի, որ ասում են տղամարդ է դարձնում բանակը, բայց ես համաձայն եմ, որտեվ դա ինձ համար ինձ դպրոց էր, ոնց որ եւ ցանկացած տղամարդու համար, որ ես զգում եմ, որ հիմա շատ բաների ես կարողանում եմ նո ավելի թեթև նայել կամ բան, հենց դրա շնորհիվ, առաջնահերթ բանակի շնորհիվ։ Իսկ ինչպիսին էր քո կյանքը մինչև այդ դու այսպես եւ պատմում ես եւ չես պատմում, բայց եթե դեմ չես, կպատմես։ Անանց էլ չի, որ ես բան, ես եղել եմ նորմալ, ես գտնում եմ այն, որ ասում են սրեդնեստատիստիչի ինձ երիտասարդ եմ համարում, պատանի, որը եւ Բաքվում ախաղացել եւ կռվել ենք, այն ինչ որ մտնում էր այդ երեխա հասկացողության մեջ առօրյանի նկատի ունեմ։ Դպրոցը, հետո Բաքը, հետո շատ կռվներ են կան, այն ժամանակ շատ էր։ Ուղղակի ես որ տենց խղճով էի շատ բաներ, օրինակ նույն կռիվները լինում էր, ասենք ես չի կարող մարդ խփեի։ Ես չի կարող մեկին վնասել։ Մարդկա նորմալ գնում էր, իսկ եղել է, հետո եկել եմ տուն, նեղվել եմ։ Դե հիմա կռվել ենք Բաքի հետ, այնվաղ շատ էր տեն։ Հետո եղել է, ես խփել եմ, ասենք թե ինձ էլ, բայց հետո ես եկել եմ տուն, նեղվել եմ, որտեվ ես չեմ պատկերացնում կարա մարդուն խփել։ Օրինակ եմ ասում, նես նեղվել եմ։ Այսինքն այս տիպի բաներ էլի, կամ ասենք թե ինչ որ կոպտել են, ինչ որ բան են ասելի կռիվ ա եղել, բայց ասում եմ, եթե ես իրան միայն ջան եմ ասի,
ինչա ինքը ինձ կոպտել կամ բանա։ Հետո ավելի պատրաստ էր կյանքին, թե միևնույն է այդ բարությունը, որ նշում ես, որ երբեմն խանգարում է, մեկը Պետք է, ինքը մեկը խանգարում է, հա։ Ինքը մեկը խանգարում է։ Չէ, դեն հիմնական գենով ինչ որ կա մնացել է։ Ուղղակի ավելի կոփվում ես ու կյանքին այլ կերպ ես նայում, ու նորից եմ ասում, շատ է օգնել։ Երևի բանակը չներ, շատ հարցերում էլի գուցե տես չգիտեի, փափուկ լինեի կամ ինչ որ բան լինեի։ Կոփելա շատ բաներին կարամ նայեմ անենց, որ բանակից առաջ կարա տես չնայի։ քո ավակ որդին Միացյալ Նահանգներում ծնվեց, մեծացավ եւ ըստ էության այստեղ բանակում չի ծառայել։ Մալիկը եւս Միացյալ Նահանգների քաղաքացի է։ Ըստ էության այստեղ կարող է բանակում չծառայել։ Դու ես փաստից ուրախ ես, թե չէ։ Ես այդ հարցի շուրջ չեմ մտածել, անկեղծ ասած, բայց ես որ ասում, ես ծառայել եմ ու շատ նորմալ եմ նայում դրան։ Որտեւ ես ինքս ծառայել եմ ու Բայց որպես անհրաժեշտություն կուզեիր, որ քո տղայի կյանքում էլ լիներ այդ բանակային տարիները։ Լսի, դե հիմա որպես papa ոնց, չէ՞, որ բանը կա, որ վայ բալես պետք է գնա ծառայի, բան տենց մի պահ կա, որտեվ անհանգստանալու առումով, բայց դրա այդ զուգահեռ, քան որ նորից եմ ասում, ինքս ծառայել եմ, կուզենայի, որ այդ դիսցիպլինան, որը ինձ օգնեց, կրկնվում եմ, նաև իրան էլ կոփի, որտեվ հետագա կյանքում իրան դա շատ կօգնի, միանշանակ էլի։ Ալիկ, տես դու Հայաստանը այսքան շատ սիրում ես, ապագան էլ ես տեսնում այնպես, որ պիտի ապրես Հայաստանում, թե ապագայում հնարավոր է մեկնես Միացյալ Նահանգներում ապրելու։ Ես կուզեի միշտ Հայաստանում ապրել, բայց ավելի ճիշտ է, որ դոկտոր կամ սուրջին դառնալ Ամերիկայում։ Այսինքն կրթությունը Ամերիկայում։ Այո, ինքը այդ ուզում ասել, որ կրթությունը մենք էլ ենք տենց մտածում, որ նո կյանքը ցույց կտա, բայց այդ առումով համաձայն եմ, որ կրթությունը օրինակ ցանկալի կլներ, որ այնտեղ ստանար։ Չնայած այդտեղ էլ ոչ պակասա, բայց Ամերիկայի քաղաքացի լինելով, ինձ թվում է, եթե հնարավորություն կա այնտեղ սովորի ու ավարտի, ինչու՞ չէ։ Դե ասում եք, չէ՞, այստեղ 3 միլիոն մարդիկ կա, ասենք, Ամերիկայում 333 միլիոն։ Եվ այդ մարդիկ, որ տենց շատ են, իրենք սովորում են, որ մեծանան եւ լավ լուրջ տեղերում աշխատեն։ Վայ ալոշես, վայ կյանք։ Այնտեղ որ մարդիկ շատ են, այնտեղ ավելի շատ մարդ կօգնես եւ այնտեղ էլ լիքը սիդի մարդիկ կան, որ ուրիշ երկրներից են գալիս եւ իրենք շատ կուրախ կլինեն քո մոտ կան։ Այդքան մարդիկ ա, չես կարող օգնես, ամեն կարա շատ важный работа կա այդ երկրի մեջ էլի։ Բնականաբար, հա, երեխաները մեծանում են եւ իրենց պետք է բաց թողնել։ Մեծ տղայի արդեն հենց հերավորության վրա ինչ որ առումով նաեւ մեծացավ, այդ բաց թողնելու process-ը երևի թե մի քիչ տարբեր էր, քան Ալիկինն է լինելու, որովհետեւ տես շատ ավելի սերտ է անցնում իր մանկությունը եւ քո ներկայությունը, հա, իր մանկությանը։ Մտքումդ քեզ նախապատրաստում ես, որ ինչ որ տարիներ են գալու եւ իրեն բաց թողնես։ Դե հա, այդ չես ուզում կամ չէ, բայց կյանքի օրենքն է տենց։ Հիմա արդեն դրանտը նշանվել է։ Այդ նշանակումը վաղ միսոր ամուսնանալու իր ընտանիքն է ստեղծելու։ Այո, մի պահ պետք է համակերպես այն մտքի հետ, որ նորից եմ ասում, գալու է մի պահ, որ երեխան գնալու է ընտանիք ստեղծի, բայց ես Ալիկին ասել եմ, որ պապային մենակ չի թողնի։ Հետխի։ Երբեք, հա չէ։ Ինտերվյու ասա բան։ Մի բան։ Թողնելու ես։ Որ չէ, որ պապայի կողքին լինի։ Դե ինքը ճիշտ ասում, պետք է մի օր ամուսնանամ, երեխեք ունենամ։ Պապային մենակ ես թողնելու։ Դասես ոչ, դասես ոչ։ Ոչ, օքեյ։ Ես պահելու եմ։ Վայ Ալիկա, ես համոզել եմ։ Ոչ։ Ասա ոչ։ Վուխ։ Գրիշա, իսկ քո եւ հայրիկիդ հարաբերություններն ինչպիսին էին ու պրոյեկտում ես քո եւ հայրիկիդ հարաբերությունները քո եւ որդուդ հարաբերություններին։ Ես պապայի տնկեր եմ, ինք շատ, ես պապայի իր պապիկի անունով Ալիկ, պապայիս անունով էր Ալիկ։ Ես իրան ասում եմ Ալիկ։ Դա շատերը ասում են, պետք է ասես պապա, մամա, այդ քեզ չեմ ասել։ Ես ասում եմ Ալիկ Ասիա, մամային անուններով։ Շատ իրանց հարգելով, սիրելով, բնականաբար ու այդ անունով դիմելով ոնց որ մենք ասած ընկեր ենք եւ մամայի հետ եւ պապայի հետ։ Դա բախտես բելա շատ։ Մենք լուրջ, այսինքն ոնց ենք հիմա Ալիկի հետ մենք նստում ենք, խոսում ենք, քննարկում ենք, հումորները պապայի հիշում եմ, չգիտեմ, ծխելու վերաբերյալ կամ բաների, ուզում ասեմ այն բաների մասին, որ հերու տղա չպիտի խոսանք կամ այդ փակ թեմա է։ Մենք
բաց էինք խոսում, ու այնքան հաճելի էր, այդ ամեն ինչը պետքա կարողանաս նաև, գիտես, այդ սուբարդինացիան ինքը պապան է, բայց մենք շատ բաց քննարկում եւ խոսում ենք շատ թեմաների շուրջ։ Այդ շատ կարևոր է իդեպ։ Ես ալիքետ փորձում եմ, որ այդ անմիջական մեր շփումը լինի հենց անմիջական, ու ինձ թվում է ստացվում է։ Ինձ թվում է դաստիարակության մեջ շատ կարևոր ֆակտոր է, որ մենք ընկերական ենք, էլի պահպանելով պապա որդի հարաբերությունները, բայց շատ անմիջական ենք, ջերմ ենք, պարզ ենք, առանց ձևական ինչ որ բաների, որոնք կան է տենց ընտանիքներ, որ պապան այսպես պետքա լինի, բաներ կա, որ հստակ տենց է։ Բայց ես օրինակ այդ կարծրատիպերը փորձում եմ քանդել, լինելով շատ հաճախ ընկերական ու սենց կարող իր տարիքի բաներ անենք միասին ու տենց բաները, որ կարող կողքից թվա, որ դե լավ էլի, դե տենց չպետք է երևի լինի։ Հասկացա ինչ եմ ուզում ասեմ։ Պահպանելով պապա որդի հարաբերություն, լինել անմիջական, ջերմ, որը օգնում է, որ այդ ջերմությունը մեր մեջ ու կապը ավելի ուժեղ լինի։ Սերը բուժեց։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Սերը բուժեց։ Կան ինչ որ կետեր, երբ որ խիստ ես։ Չի ստացվում։ Շողերը մոտ ստացվում է, ոչ ես եմ խիստ լինեմ, ու շողերը ճիշտ է այդ առումով։ Ծնողը պետքա տեղեր կա, կոպիտ չէ, խիստ լինի։ Բայց ալիք այնքան լավն է, այնքան դե իմ տղան է պետք է գովան, բայց իրոք տենց է, այնքան բարի ու նրբանակա, տեղ չկա տենց ջրանալու։ Բայց անգամ եթե տեղ կա, չեմ կարողանում։ Հիմա օրինակ զգում եմ սենյակում, ասում, ստեղ պետք է ասեմ, «Ալիք վերջ, բանա, յա»։ Չի ստացվում, գալիս տենում sense խնդում եմ, պատճում եմ, գրկում եմ, էլ չի ստացվում։ Իմ մոտ ջրանալը չի ստացվում։ Հա, գիտե, հետո իմ մոտ չէ անգամ էլ եթե ինչ որ բան արեց, ես չեմ կարող տենց խիստ։ Բայց մենակ խաղերից է, չէ՞ եղել։ Հա, խաղերից է լինում, որ ներվայնացել եմ, որ գիտես, երեխեքը, վայ։ Մի անգամ ինչ որ կոպիտ անգլերեն բան է ասել, դա ասել ալիք կներես, չէ՞, ասեց, հա։ Չեմ հիշում ուժը ինձ, բայց չէր կոպիտ այն Wi-Fi-ի հետ կապված ինչ որ առապորտում չստացվեց, չէ կոպիտ իր հանդեպ չէ, ինչ որ տենց արտահայտվեցի, գոռացի, թե ինչ արեցի։ Հետո խիղճը ստանջեց, ասում երեխուս հետ դա, ասում ալիք, վсё, չէ։ Պապա անցավ, հետո ինքդ բան է։ Ինչ ասում, հիշաչար, տենց բաներ չունի։ Մի վարքյանից մոռանում, այդ էլ է կարևոր։ Ասում պապա ինչ ա եղել, շատ նորմալ է։ Չէ՞ որ երեխեն կարող ասեր։ Ես հերս sense բան արեց, կամ ուխ։ Ալիք, իսկ դու մտածում ես, այնպես անես, որ papan հանկարծ չնեղվի, հանկարծ այնպես չանես, որ ջղայնացնես։ Просто ինքնա չի ստացվում, էլ հետև միշտ եղել է, որ papan տղու վրա ջղայնանա, տենց դա շատ նորմալ է, չէ՞ պապ։ Դե, հա։ Այդ եմ ասում, ինքը ներբանակատ անկեղծ եմ ասում։ Ինքը զգում է, չէ՞, օրինակ sense տատիկը կամ ես խոսքի ինչ որ բանա, նախապես կփորձի այնց անի, անգամ ոչ իօքուտ իրան, բայց այնց որ լինի ջերմ եւ այդ հարցը դրական լուծվի։ Թեկուզ իվնաս իրան, չգիտեմ, օրինակ շուտ պետքա քնի, վաղը դասյա, բայց իրա սիրած ֆուտբոլն է, երեկը տենց էր։ Դե ասեցինք, դե պետք է քնես, ասեց լավ, ու սենց ինքը ուզում էր նստել, բայց ինքը գիտի պետքա ու մեզ չնեղացնելով ինքը գնաց քնելու։ Իսկ երբ մաման մի քիչ ավելի խիստ է, դրան ինչպես ես վերաբերվում։ Հա ճիշտ անում, մաման արդեն նայ, papai մոտ կա 0-ից մինչև 100, չէ։ Մանը կարող է 20-30 լինի, մաման կարող է 80-90 լինի։ Մաման вообще արդեն բան իր բաները գիտի էլի։ Հա, բայց այդ շատ կարևոր է չափի մեջ, բայց ինքը այդ խստությունը շատ դեպքերում ինքը սենց գիտես, սենց թափեցնում է, ու ալիքել հոպ ճիշտ ողո վրա։ Հարաբերությունների վրա խստությունը երբեմն ազդում է, թե չէ։ Ազդում է, հա։ Ազդում է։ Ավելի ընկերական ընկերական է է ջղայնան, հա։ Շատ չեն ջանրանում, սկսենք դրանից, որ 1000-ից 1 է տենց լինում։ Ես ինձ լավ եմ պահում, էլի։ Լավ դուպ։ Ուզում եմ մաման ինձ հետ շատ ընկերավարի է խոսում papai հետ, ինքը ինձ ոնց որ իր ընկերուհի պես բան անի։
Ինքան էս չի որ իսկականի ոնց որ մամաներ կան այդպես բաներ չեն անում, պրոստը ասում են իսկական իրանց կյանքերի մեջ ասին գնա դպրոց դասը տարա բաները։ Ինքը կարող անենց բան ասի, ես չեմ պատկերացնում եւ էդի լավ եմ ասում, սիրով եմ ասում, ես էլ եմ խանդում էլի։ Ինքը տենց մեծ է, ես էլ իրանից 20 տարուց ավել փոքր եմ, ինքը ինձ էլ էս բաները ասում։ Իմ ասի ոնց որ անգերականի պես բան էլի, ես չէի պատկերացնում որ իսկական մամա տենց։ Շողել ունի դա, այդ շատ կարևոր է, անգերական։ Այդ շատ դժվար է իդեպ այդ ոսկե միջինը գտնել, որ դու համ շատ այտենց քիչ առաջ ենք խոսում, ջերմեն ես անմիջական, անկեր լինի, բայց նաև դու ծնող ես, չէ՞, բաներ կա, որ ես պետքա սենս լինի, սենս լինի, սենս լինի։ Ինձ թվում է, եթե անկեղծ իմ մոտ էլ շողերի մոտ էլ ալիքի հետ այդ հարաբերությունները մեր մոտ կա եւ անմիջականությունը եւ նաեւ այտենց ծնողի այդ պոզիցիան պահպանելու բան էլ կա ինձ թվում է։ Ինչու՞ ձև ստացվում է։ Մամային ինչ որ առումով փոքր ես ընկալում, ինչքան էլ մաման է։ Այո։ Միշտ ասում եմ Ալեքսինս փոքր է ընկալի։ Ես չեմ սիրում որ մեծ է անում։ Արի չթողում իրա բան ասում իրան մամա ասում եմ մեծ եմ զգում։ Ասում պետքա շո ասես։ Շո։ Վերջ թեման վերջացավ։ Բայց դու ուզում ես մամա ասել, թե ուզում ես շողեր ասել։ Դու ո՞նց ես շո, մամ։ Բայց շող ավելի շատ։ Բայց շողը լես ասում։ Իսկ գիտես ինչ եմ մտածում։ Խոսում ես երախան։ Շու մի խանգարի պատմի։ Ասենք այս իսկական մաման սենց է մտածում իր մարդու համար, ասում է ինչ ասում աստված մի հետո կգնամ աղջիկից կետ իսկականից աղջկա վայ խոսամ։ Մամա սենց է ասում։ Հա ինչ երեխա է թո իմանա ինձ լիքը կարա օգնի։ Մեկա իմ սիրտս է։ Մեկա իմ սիրտս է։ Ասում իրար մեկա, թո ասի երեխան էլ իրեն կհասկանում։ Իրար գեները նման են, համ պապա եւ մամա է, ոչ թե 50-50։ Նման են։ Մի րոպե 20-80 էր միջև ես։ Պապան փոխեց, այնքան է նայում վրես արդեն վաղ։ Նայ տեսար, հավան։ Նե, էդի պահում ենք, չէ՞ կադրի մեջ։ Շո։ Տեսար չէ՞ որ ջերիկացիա։ Ում ասեմ որ մամայի գեները նույնն է, ինքը գիտի որ ինքը հոյդ մեծերի 100 տարեկանի մտքապես չի մեծացել։ Ինքն հենց է մեծացել, որ բոլորին հասկանա։ Հիմա որ ինքը պատմում է, ինքը գիտի որ ես իրեն չէ կհասկանում։ Հա, թվայս երեխուն պատմում։ Հասկացա, այսինքն դու մաման մի տարիքի պես ընկերություն եք անում։ անում։ Այտենց, դες տարիքով եմ մեծ, չէ՞ ավելի շողերավլի տարիքով ջայլա, իրանք այսենց որ կողքից մեկ-մեկ նայում ես, ոնց որ հասակակից լինեն, այսինքն իրանց խոսալը, հա, այն գժությունները, բան, ոնց որ ասեմ, նույն տարիքի լինեն, ու այդ շատ հավես է։ Գրիշա, իսկ այդ տարիքային մեծ տարբերությունը որդու հետ զգացնել տալիս է, մեծ որդուդ հետ տարիքային տարբերությունը ուրիշ է, փոքրի հետ ուրիշ է, բայց միաժամանակ դու էլ միշտ երիտասարդ ես ու ես կարծում եմ, որ այն ինչ որ այսօրվա սերնդին է հոգեհարազատ, դու կարողանում ես ընկալել։ Ամեն դեպքում տարիքային տարբերությունը իրան էլի քանում է։ Միանշանակ տարիքային իրան անում է, չնայած այն ժամանակ որ երբ որ սկիզբն էր մեր հարաբերությունները ավելի դժվար էր, որովհետև շողերը շատ երիտասարդ էր, հիմա պարզ է արդեն մամա դառնալով եւ այս 15 քանի տարի ավել մենք իրար հետ ենք, այդ իհարկե եւ ինքն էլ արդեն մեծացավ, հասունացավ եւ երևի թե իմ ձգտումը սենց ավելի երիտասարդ լինելու, մենք էլ ասում, քո հասակակիցներից մի քիչ տարբերում է սենց այդ բաներով, էլ երիտասարդներին ավելի շատ էս հասկանում, ընկալում, որտեղ իմ տարիքի շատ մարդիկ շատ բաներ երիտասարդների մեջ չեն ընկալում, ասում են, մեր ժամանակ ուրիշ էր եւ այլն։ Երևի իմ պահելա ձևը այս տիպի ավելի երիտասարդական, հա, սենց ասեմ, շորի, դա համար այս տարբերությունը սենց ասեմ, շատ չի զգացվում։ Նամար կարողանում ենք իրար հասկանալ, շատ սկզբնական պերիոդում դժվար է։ Ես երեխու հետ հարաբերությունները նկատի ունեի, գիտես։ Չկա որևիցե խնդիր։ Օրինակ ես հիմա դաժե հրանտ այդ որ համատում եմ, հա, նա իսկապես շատ ժամանակ անց է ու ես արդեն մեծ տարիքում եմ, որ ալիքը ծնվել էր, բայց հավատա չկա։ Հիմա համտածում եմ, ուզում հիշեմ, չի եղել տենց բան, որ ինձ դժվար լինի կամ զգամ, որ մենք իրար չենք հասկանում, կամ ինչ-որ տարիքայինը շատ է մեզ խանգարում մեր հարաբերությունները։ Չկա տենց բան, կա, չէ։ Ինչ է։ Շատ հեշտ հասկանում ենք լուրջ։ Ալիկ, իսկ երբ դու ինչ-որ խնդիրներ ես ունենում, ավելի շատ մամային ես պատմում, թե պապային, ով է քեզ ավելի լավ հասկանում։ Հա, դա Մա ինչ կստացի։ ասեմ։ Դե ոնց որ կա, ասա։ Իհարկե։ Ասա։
Չէ՞ լորջում մոտեսալ շատ կիսում։ Երկուսին էլ կիսվում եմ։ Մաման մի քիչ ավելի շատ։ Ահա։ Վայ, papa, դու գիտեիր այս Այդ որ մասին։ այդ որ չէ, Չէ, նորմալ է, իզվին, չէ, ճիշտ Պրոստը է։ ասում են տարիքի բանը, չէ։ Հա։ Սկոյտ եմ կիսվում։ Չէ, իմ հետ էլ է կիսում, մամա այդ մի քիչ ավելի շոտ, ես ուրախ Դա եմ։ տարիքի բան է, էլի։ Հա, ես որ բիձա եմ ավելի, իմ հետ ավելի։ Է, Ավելի քիչ։ Կաղա շատ փոքր քիչ լինի, էլի։ Հա, Ամեն որ դե Ամերիկայում այդքան շատ եմ մնացել, այդ ամբողջները իրանն են պատմել։ Հա։ Քեզ էլ կարող է ինքն դա զանգել Հա։ պատմել։ Միացյալ Նահանգներում մամայի հետ ավելի մտերմացակ։ Դե մինչև էդ էլ կար մտերմությունը։ Մտորմությունը միշտ կար։ Չէ, միշտ մոտիկ են եղել, բայց այնտեղ իհարկե Ամերիկան ավելի բան, որտեվ միշտ իրար հետ Մենակ են այնտեղ անդադար, անընդմեջ իրար հետ։ Գրիշա նման դեպքերում խանջ չունես։ Չէ, Ես կիսում եմ։ չէ, անկեղծ եմ ասում, այդպես բան չկա, չէ, հետո կիսում եմ իմ հետ էլ, մամա այդ ավելի շատ, թող լինի, հետո ինչ չտում շատ քիչ, կարող ինչ-որ բաներ ինձ ասի, ավելի շատ ինչ-որ բաներ իրան։ Գիտես, այդ ավել պակաս էական չի, կարևորը ինքը եւ իմ հետ է շատ ջերմ ընկերական, կիսվող, անմիջական, ոնց ուզում ես, նույն չափով էլ շողեր հետ։ Մի քիչ ավել պակաս կիսվելու երևի խնդիրի չի։ Կարևոր որ երկու ծնողներն էլ իր հետ շատ անմիջական են, ինքն էլ մեզ հետ անմիջական ու ընկերական։ Այդ կապը եւ իմ եւ շողերի իր հանդեպ եւ փոխադարձ շատ զիլ է, այդ շատ կարևոր է։ Պապան, հա, իզինի, որտեվ պապան հասկանում է էլի, որ պետք է անպայման գործ կա միակ, չէ՞, գործ կա, որ անպայման գործ կա, որ պետք է գնալ այնտեղ անել, հասկանում է, որ պետք է այնտեղ երեխան մնա, դեպ մաման էլ է կարդում, պապան էլ է կարդում, բայց որ ինքը արդեն սովորել է, որ այդքան արդեն տարին մի 4-5 անգամ գալիս եմ, արդեն ինքը արդեն սովորել է տենց հուզված իրեն չպայ որ ես գամ նորմալ պայ է։ Սկզբում շատ հուզված էր, պահում իրեն որ գալիս էր։ Դե հա։ Բայց դա սովորեցինք, դե parza տենց է, Բայց մաման է հուզված պայ։ Այ մաման է հուզված։ Մենք իրար հետ ոնց որ երկու հատ լավ բան ընկեր իրար հետ sense կպած չենք կարի իրանցից հեռու գնանք, որտեղ մենք իրանց շատ ենք սիրում։ Հա, պետք է չի իրանցից հեռու գնալ, հա։ հա։ Գրիշա, դու Հրանտի հետ նույնքան մտերիմ ես եղել եւ ընկերական հարաբերություններ ես ունեցել, թե ամեն դեպքում հեռավորությունն իր անելիքն արել է։ Ունեցել եմ, այո, բայց հեռավորությունը ցավոք մի քիչ բան արել, չնայած ես փորձել եմ էլի շատ ջերմն, բայց համաձայն որ այո, հեռու ապրելը իրան անում է, մոտիկ չի որ սենց գաս, խոսաս, գրկես, պաչես, բան անես, բայց ես մաքսիմալ փորձել եմ այդ ծնողական կապը պահպանել, բայց դժվար էր իհարկե։ Իսկ այդ տարիքը կարողացել ես վայելել, թե այն տարիներին նաև քո բուրըն գործունեության շրջանն էր, դու էլի այդ շրջանը բացես թողել ու հիմա ալիքի դեպքում ուզում ես ոչ մի վայրկյան բաց չթողնել։ Այնտեղ էլ ա եղել, դե գիտես մեր գործը ոնց է, չէ՞, այդ գիշերային նկարաններ, չգիտեմ, գաստրոլներ եւ այլն։ Ես գտնում եմ, որ ես վատ պապա չեմ ու մաքսիմալ փորձում եմ տալ։ Հրանտի դեպքում էլ է տենց եղել, ալիքի դեպքում էլ, բայց քո հետ համաձայն եմ։ Եթե ինչ որ բաց թողումներ եղել է զբաղվածության պատճառով Հրանտի հետ, իհարկե փորձում եմ այդ լրացնել։ Հետո ես էլ եմ մեծացել ավելի։ Ու այդ իմ մեջ ավելի շատ է այդ, ինչ ասեմ, այդ հուզական, այդ ապրումները ավելի շատ է սենց դողում, վախենում, չգիտեմ, ուզում ես ամեն րոպե վայելես, խոսես, շփվես, սիրես։ Երկու եղբոր շփումը ինչպես է ստացվում։ Շատ լավ, մի անգամից ասեմ, օրինակ ամառը եկել էր Հրանտել, չէ՞, նշանած այդ։ Մենք համարը ամեն օր իրար հետ ենք։ Վայնես լավ օրեր ենք անցկացրել, այստեղ են գնացել, այնտեղ ֆոտոսեսիաներ ենք արել, շատ հավես նկարները կա, եթե բանա հետո կտրամադրեմ։ Մի խոսքով սենց իմ համար է կարևոր, որ երկու աղբեր իրանք բան են, ու շատ ջերմ անց այդ մի ամիս թե ինչքանը մենք սենց ամեն օր իրար հետ ենք, իրար հետ։ Շատ ջերմ հարաբերություն է։ Հարաբերությունները լավն են, շատ ջերմ են, շատ մարդկային են, աղբերական են, հաստատ։ Ես կուզենա ավելի ջերմ լինեին, բայց կրկին հիմա եթե ալիքը ստեղլին էլի հեռավորությունը նայ, այս հարցում էլ է, որտեղ Հրանտը Ամերիկայում է ապրելու։ Նայ, այնտեղ եթե կապը ավելի բաներ, ստեղ լինելով, ստեղից այնտեղ այդ ջերմությունը մի քիչ ինձ թվում է կպակասի, բայց ես միշտ ասել եմ եւ ալիքին եւ Հրանտին, որ դուք աղբեր եք։ Ինձ թվում է մեծանալով ավելի սենց սերտ կլինի այդ կապը։
Ալիկ, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Քեզ էլ եմ շնորհակալ Գրիշա ջան։ Извини, пап. Վայ, չէ լավ է։ Վատարեցի։ Չէ, շատ լավ էր, ապրես։ Ընտիր հարցազրույց ես տվել։ Ինձ ջուրը շատ լավ մտերի, խմեցի արդեն հեսա։ Հա, դու շատ ես։ Քեզ էլ մերսի, որտեվ քո շնորհիվ այդ sense փորձում ենք անմիջական, փորձում ենք, չէ, անմիջական ենք։ Շնորհակալ եմ։ Բացվում ենք, էլի։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ դուք հետևեք Live Room-ին բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։ Սերը բուժեց։